Այսօր Ադրբեջանը հանդես է գալիս ոչ միայն որպես հակամարտությունում հաղթած կողմ, այլև որպես Հարավային Կովկասում նոր խաղաղ կարգի գլխավոր նախաձեռնող։ Հենց Բաքուն, այլ ոչ թե Հայաստանում անցկացվող բազմաթիվ կոնֆերանսներն ու սեմինարները ձևավորում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության իրական պայմանները։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ երկիրը շահագրգռված է երկարաժամկետ խաղաղությամբ եւ հարևանների հետ հարաբերություններում նոր էջ բացելով։ Հենց Ադրբեջանի վճռական քաղաքականությունն է փոխել տարածաշրջանի քաղաքական քարտեզը եւ կոտրել երկարամյա ստատուս քվոն, որը հիմնված էր պատմական անարդարության վրա։ Բաքվում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեությանը։ Ադրբեջանում կարծում են, որ առաքելության ներկայությունը չի նպաստում իրական խաղաղությանը, այլ օգտագործում է արևմտյան որոշ երկրների կողմից որպես տարածաշրջանում քաղաքական ազդեցության գործիք։ Եթե Հայաստանում իշխանության կրկին գան ուժեր, որոնք հանդես կգան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներով կամ սադրիչ հայտարարություններով, ապա երկիրը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր սեփական անվտանգությունն ապահովելու եւ տարածաշրջանում ձեռք բերված հավասարակշռությունը պահպանելու համար։